դեպքում դուք մանդատները կթողեք եւ կմիանաք նույնիսկ կպայքարեք, թե կմտնեք գիտեք ուր։ Երկրորդ հարցը մեզ քաղաքացիներ անվտանգության տեսակետից շատ անհանգստացնում ձեր շարքերում Ցվիկա Խայմովիչը ձեր մոտ է։ Ցվիկա Խայմովիչը ինքը ինչով է զբաղվում, ով է իրան ներկայացրել, որտեղից եւ որտեղ է նա գտնվում։ Շատ լավ։ Որտեղ մենք ունենք մեր մտահոգությունները, եթե կարող եք պատասխանեք եւ լավ կներ, որ ինքը լքի ձեր շարքերը, որտեղ մենք ուզում ենք ձեզ աջակցենք։ Մեծ սիրով, բայց դա մեզ անհանգստացնում է։ Եվ երրորդ հարցը, որպես փոքր դիտողություն, հուսով եմ դուք դա հաշվի կառնեք, իօգուտ ձեզ եւ մեզ բոլորիս։ Մենք հավատում ենք այդ բոլորին։ Ձեր կազմը կարող եք լրիվ ներկայացնել, որտեղ կայքերում ցավոք դա շատ չի երևում, էլի։ Այսքան։ Սա իմ հարցերն են։ Դուք կարող եք նայել։ Բարով։ Առաջի հարցի հետ կապված, մենք ամեն ինչ անելու ենք, այս պայքարի տասնյակ հազարավոր մարդիկ միացած են պայքարի, որ հասնենք հաղթանակի։ Եկեք պայքարենք հաղթանակի համար, մենք տեսնում ենք, որ բոլոր հարցումներով մեր հասարակության 72%-ը չի աջակցում Փաշինյանին։ Ուղղակի պետք է ապահովել, որ բոլորը գնան ընտրության։ Բոլորի ընտրության լինելը որոշիչ է լինելու, վստահ եղեք, այս կարևոր քննությունը մեր հասարակությունը պետք է հանձնի։ Դրա համար մեր նպատակը այս պահին ընտրության օրը ապահովել մեր հասարակության 1.5 միլիոն անդամների մասնակցություն։ Լավ, իսկ եթե մենք հիմա շարժվենք ու գնանք իմպիչմենտի, դա հնարավոր է թե ոչ։ Տեսեք, գուցե եւ վտանգը կանխելու համար։ Տեսեք, մեր հասարակության նշանակալի մասը 72%-ը արդեն իսկ հիասթափված է այս իշխանությունից եւ մենք տեսնում ենք, որ Սահմանադրական ընտրական պրոցեսներով գրեթե շատ մեծ է հնարավորությունը, որ փոփոխություն լինի, որ նա պարտվի։ Դրա համար վստահ եղեք, եթե բոլորը գնում են, նա պարտվում է։ Եթե բոլորը մասնակցում են, նա գնում է տուն։ Բոլորը գնում են մերժեն Արայք Հարությունյանին, բայց ցավոք Արցախի չմնաց։ Մենք ամեն ինչ, մենք տեսնում ենք, որ եթե մեր հասարակության մեծ մասը 1.5 միլիոն մարդ մասնակցի, այս մարդը գնալու է։ Ուղղակի պետք է մեր պայքարը վերջի 10-օրյա պայքարը ամբողջությամբ դրա վրա դնենք։ Ինչ վերաբերվում է օտարերկրյա տարբեր խորհրդատուների։ Մենք մտահոգությունները լսել ենք այդ երկրից։ Գիտեմ իսրայելացի թշնամի երկրի, որը որ շատ կարելի ասել գենոցիդալ պրոցես է կատարում, դուք գիտեք, Ղազայում։ Ես պետք է բարոյական տեսանկյունն ասեմ։ Շատ լավ, մենք լսեցինք կարծիքը, հետագայում փորձենք կարծիքին ավելի մասնագիտացված պատասխան տալ, շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ, լավ է։ Դուք քաղաքացի եք։ Սովորական քաղաքացի Մանուկ Թագուհի Դաշտոյան։ Եվ ես ընդդիմությանն էլ կուզեմ այն, որ շատ արագ, այո, Քանակեր Զեյթունից, իրանք շատ են խուսափում impeachment բառից, որ 34 պատգամավոր ստորագրել այդ թուղթը եւ սկսել են գործընթաց impeachment-ի եւ վերջնական չեն տարել դեպի նպատակը, դա մեծ մինուս է, ոչ թե մինուս է, դա հանցանք է։